Իսրայելը տոնակատարության ժամանակ մի քանի ավիահարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, պնդելով, որ թիրախավորել է Հեզբոլլահի կողմից արտադրվող անօդաչու թռչող սարքերը։ Հարձակումը տեղի ունեցել Իսրայելի եւ զինված խմբավորման միջև վերջին 6 ամիսների ընթացքում գործող հրադադարի պայմաններում։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտնում են, որ Ռուսաստանը գիշերը լայնածավալ հարձակում է սկսել անօդաչու սարքերով եւ հրթիռներով հարվածելով մայրաքաղաք Կիևին։ Կիևում առնվազն 4 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կայցելի Չինաստան երկրների առաջնորդները Սպիտակ տան ղեկավարի նախաձեռնությամբ զրուցել են հեռախոսով։ Թրամփը սոցիալական ցանցերում գրել է, որ 1.5 ժամ տևած զրույցը հիմնականում կենտրոնացած էր առևտրի վրա եւ հանգեցրել է երկու երկրների համար շատ դրական եզրակացության։ ՄԱԿ-ի տվյալներով Գազայում 5 տարեկանից փոքր ավելի քան 2700 երեխաների մոտ ախտորոշվել է սուր թերսնում, ինչը փետրվարից ի վեր նման երեխաների թվի կտրուկ աճ է ցույց տալիս։ Հյուսիսային Գազայի եւ Ռաֆահի կայունացման կենտրոնները ստիպված են եղել դադարեցնել գործողությունները, ինչի հետևանքով այդ տարածքներում գտնվող երեխաները զրկվել են կենսականորեն կարևոր բուժման հասանելիությունից, ասված է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի հաղորդագրության մեջ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ-ին կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայի դեմ 3 տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու համար։ Մերցը շեշտել է, որ Գերմանիան Ուկրաինայի կողմից էր, մինչդեռ Թրամփը պատերազմը համեմատել է երկու իրար ատող փոքր երեխաների միջև կռվի հետ։ Երբեմն ավելի լավ է թողնել, որ նրանք որոշ ժամանակ կռվեն, ապա բաժանել, ասել է Թրամփը։ Մասաչուսեթս նահանգի դատավոր Ալիսոն Բարաուզը արգելափակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին գործադիր հրամանագիրը, որն արգելում էր Հարվարդի համալսարանի միջազգային ուսանողների մուտքը երկիր։ Բարաուզի հրամանագրում նշվում է, որ Հարվարդը անդառնալի վնաս կկրի Թրամփի հրահանգի պատճառով, որն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին մուտք գործել ԱՄՆ համալսարանում սովորելու համար, նախքան դատարանները հնարավորություն կունենան վերանայել գործը։